Սիրելի ժողովուրդ հայոց, վաղը մենք վերջին հրաժեշտը պիտանք և վերջին դասական։ Ռազմիկ Դավոյանը մեր գրականության այն բարձր շերտն է ներկայացնում, ում ստեղծագործություններին վիճակված է հավերժական կյանք։ Այս մեծ մարդը, որ թեմային ձեռք տվեց, այդ թեման ծաղկեց։ Հայրենասիրություն, սեր, մայրերքություն, մայր, ամեն օր ինձ մայրություն ես անում, բայց քանի օր ես քո զավակը եղա։ Նա մեր գրականության մեջ այդ պայծառ անունն է, ով գրականություն մտավ մեծերի օրժնանքով։ Բոլոր նախորդները, մեր մեծերը, Համոս Սարյանը, Սերո Խանձանյանը, Վահագն Դավթյանը թողնել են գրականքը այս մեծ տաղանդի։ Ինքն էլ լինելով արդեն ճանաչված գրող եւ այսօր իրապես ամենամեծ հայ գրողն է ի Հայաստան եւ իսկ Փյուրս աշխարհի։ Ինքը նաեւ ճանապարհ տվեց երիտասարդներին։ Առանց պետական աջակցության անցնում էր գյուղից գյուղ, մարզից մարզ, հայտնաբերում էր տաղանդավոր երիտասարդների գրական ծիլերի, այդ հայտնաբերած անունները, ում գտավ Ռազմիկ Դավոյանը, այսօր մեր գրականության առաջին դեմքերն են։ Ես մի փոքրիկ բավարարություն ունեմ իր սրտի մեջ, որ տարիներ շարունակ եղել եմ այս մեծ մարդու կողքին։ Իր գրական շատ նախաձեռնություններ միասին են իրականացրել։ Ու այսօր ինձ համար կրկնակի ցավ է, որտեղ այդ մաքուր սիրտը, որ ստեղծված էր ճախրանքի ու երջանկության համար, նա կյանքից հեռացավ, սիրտը չդիմանալով այն քաղաքական ձախողումներին, որ այսօր մենք ականատես ենք դրանց։ Նա չդիմացավ իր սիրելի ժողովրդի նվաստացումներին։ Ահա թե ինչու ես ուզում եմ ասել հետևյալը, որ իր պատգամները երիտասարդ նոր սերունդը պարտավոր է շարունակել։ Մենք միշտ հավատարիմ կմնանք այն խոսքերին, ինչ որ ասել է մեր առաջնորդը, մեր մեծ բարեկամը ու շատերիս գրական ուսուցիչը։ Գնաց բարով, ուսուցիչ, գնաց բարով, սիրելի բարեկամ։